Ես ինքս սաղ կյանքս Ռուսաստան ապրել եմ 93 թվից ես Ռուսաստանն եմ ապրել, ընդ եկամուտներս աշխատել, բերել եմ, իմ տունն առել եմ, ավտոն վարկով եմ վերցրել, ներկայությամբ լիքը խնդիր առաջանում, եթե ես այդ վարկը չմուծեմ, այդ տունս, որ հիմի 50 տարեկան տղա եմ, աշխատած, ապրածս, ոնց որ զրոյ է դառնում, էլի, ես անիմաց ես երկրի հողի վրան ես, հայողի համար, թե պատերազմական եմ եղել, թե ինչ էդի երկրորդական է, երրորդական, այսօր ես ուզում եմ բարելավեմ իմ ընտանիքի կացությունը, էլի, լավ ապրեն, իմ երեխան լավ ապրի, ես կինս ապրել ենք ժամանակ, բայց հիմի չեմ ուզում, որ ես կորցնեմ ավտոն, տունը, գործս, եթե փակվի ես չկարանամ գնամ, տունս վարկա։ Չեմ կարանալը վճարեմ, պետությունը այն պետությունն է, որ ես չեմ ուզում ասեմ, կաջակցի թե չի աջակցի, թե 50-50 է։ Կարամ կորցնեմ, վատագույնն եմ մտածում։ Ավտոն արդեն այնքան ավտոներ են մնալու փողոցները, որ ինքնարժեք ընկնելու է, որ խոսքին ափսոսդ գալու է վաճառես, կայնաստեղն է փչանալու, ես անց գործ եմ ելնելու, ու ինչ եմ անելու, հասկացանք, չէ։ Զրո ենք դառնում, էլի, անիմալ։ Տեսնում եք, կոնկրետ ձեր պարագայում, ձեր ընտանիքի պարագայում արտագաղթի մասին մտածում եք, այդ վտանգը կա։ Կյանքում չեմ մտածել։ Ես ինքս հիմի ունեմ Ռուսաստանի քաղաքացի եմ։ Ես կարամ գնամ Ռուսաստան, գամ, իմ փոխադրամիջոցը չի փոխվի։ Ես աշխատել եմ ժամանակին Գազպրոմում եմ, էքսկավատոր եմ քշել, ես մեխանիզատոր տղա եմ։ Աշխատել եմ, ամեն ինչ էլ արել եմ, բայց ստեղծել եմ Հայաստանից համար չեմ գնացել դուրս, չեմ ուզեցա ապրել դուրսը։ Ես ժամանակին ռուսական պասպորտ եմ մարդկանց սարքել, ես ինձ չսարքեցի, բայց ես վերջի մի տարին նոր ստացել եմ, ու օրենքով եմ ստացել։ Իտալիայում որ ապրում եմ, ես Ռուսաստանի պասպորտ էի սարքում մեր հայերի համար։ Հիմի չեմ արել, այս անգամ ես ինքս աղբեր ունեմ, ծնողներս ժամանակին մահացել են, բայց մենք քաղաքացիություն ունեցել ենք։ Ես վերջի մի տարվա մեջ վերականգնել եմ իմ քաղաքացիությունը։ Ինչից դրդված գնացիք ՌԴ-ի քաղաքացի դարձել։ Պատճառը այն ժամանակ ջահել էի, ես ամուսնացել եմ Ռուսաստանում։ Կինս հայ է, ամուսնացել եմ Ռուսաստանում, որոշել ենք, որ ապրենք ընդդեմ։ Իսկ հետո, որ խոսքին ժամանակի ընթացքում փոխվավ դրությունը, որոշեցինք Հայաստանում տուն առնենք, ապրենք Հայաստանում։ 94 թվականից եկել եմ Հայաստան, ապրում եմ Երևանում, 6-րդ, ես բնիկ ախրկյալակից եմ, ես ախրկյալակից տեղափոխված Հայաստան, Հայաստանից Ռուսաստան, նորից վերադարձ իմ Հայաստանը։ Հիմա կխնդրեմ նաև ռուսների վերաբերմունքից, հա խոսենք, առաջ ինչպես էին ընդունում, հիմա ինչպես են ընդունում, ինչի հետ եք դա կապում։ Ես մի բան ասեմ, մի քիչ էլ խոսակցականը մեծ դեր ունի ռուսի հետ շփվելու, թե կլինի գայիշնիկ, թե կլինի խոսքին տրանսպորտնի կոնտրոլ, ինչ որ է, թեկուզ տամոժնիկի հետ, եթե դու մի քիչ ռուսերեն լավ ես, բարելաված է, խոսքին հասկանում եք իրար մի բառով, երկու բառով խոսում ես իրանց նման, իրանք քո հանդեպ ուրիշ ձև են տրամադրում, բայց որ մարդ կա խլեբ բադա արբուզից բացի բան չգիտի, բայց գնում է ռեսի, երեք եկել դե խփելա, այսօր ավտո են վերսը տվել են ձերը, գնում է ռեսի։ Ինչ ցույց, ինչ Ոյ ձևի մարդիկ ախպեր, իրանց հետ խնդիրներ են առաջանում, մեր հետ էլ է առաջանում, այդ չի որ մենք լեզուն գիտենք ու շատ լավ գիտենք կամ չգիտենք, ես ինձ չեմ համարում, որ տիրապետում եմ, բայց հասկանում եմ, կարում եմ հետները մի քիչ խոսամ ավելի շատ, բայց մարդիկ էլ կան, որ չեն կարող խոսում։